օգոստոսի 12-ին աշխարհը նշում է երիտասարդության միջազգային օրը։ Սա եւս մեկ առիթ է անդրադառնալու երիտասարդ սերնդի ներուժին, որովհետև բազմիցս ասել ենք, որ երիտասարդությունն է երկրի, հանրապետության ապագա ներուժը, բայց եւ հետաքրքիր է իմանալ, թե ինչ խնդիրների է բախվում ներկայիս ժամանակակից աշխարհում այսօրվա երիտասարդությունը։ Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ կզրուցենք մեր հյուրի հետ։ Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի նախագահ, հասարակական գործիչ Տիգրան Մալխասյանն է մեր տաղավարում։ Ողջույն եւ բարի գալուստ մեր տաղավար, Տիգրան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի է ձեզ հետ զրուցել։ Շնորհակալություն։ Իհարկե, այսօր երիտասարդության միջազգային օրն է, երիտասարդների միջազգային օրն է, բայց գիտեմ, որ հիմա շատ մարդիկ կասեն, դե դա միայն անձնագրի թիվ չէ, նաև պետք է հոգով երիտասարդ լինել, այնպես որ նախ եւ առաջ անձնագրով բոլոր նրանց շնորհավոր ենք, ովքեր երիտասարդ են, հանձինս ձեզ, եւ իհարկե նրանք, ովքեր զգում են իրենց երիտասարդ, բայց կենտրոնանանք հենց ուսանողների, որոնք այսպես թե այնպես երիտասարդ են եւ դա շատ մեծ առավելություն է կյանքում։ Տիգրան, շատ եք աշխատում երիտասարդության հետ։ Թիվ 1 խնդիրը, որը կառանձնացրեք, այսօր ինչն է ամենից շատ մտահոգում երիտասարդներին։ Ես ավելի կոնկրետ մանրանանք այդ հարցի մեջ, որովհետև դա եւ խնդիր է եւ անհանգստացնող է, բայց եւ միևնույն ժամանակ խնդիր է դրված, որը պետք է կատարել, հա, երիտասարդների առջեւ այսօր ամենամեծ ծանրացած խնդիրը ապագա կարիերան է, այսինքն սովորելուց հետո մասնագիտություն ձեռք բերելուց հետո որ ուղղությամբ կգնան, արդյոք կարողանան իրենց մասնագիտությունով առաջ գնալ, թե ոչ։ Այդ խնդիրը իհարկե կանգնած է բոլորի առջև։ Մասնագիտության ընտրությունն է բավականին բարդ խնդիր, որովհետև այլ հարց է, երբ որ դու սրտով ուզում ես գնալ մի մասնագիտության, բայց հասկանում ես, որ, չգիտեմ, միգուցե այստեղ կամ այլտեղ դու այդ մասնագիտությամբ շատ առաջ չես գնա, հա, այսինքն արդեն որպես մասնագետ։ Ճիշտ է, բուհերը հիմա շատ են արդիականացվել, բուհերը ավելի ժամանակին sense քայլը ճիշտ են դնում ու փոփոխում են նաև ուսումնական ծրագրերը, փոփոխում են նաև մասնագիտական ինչ-որ ուղղվածություններ, բայց այնուամենայնիվ այդ խնդիրը կա։ Առաջի խնդիրը հենց երբ որ ուսանող խոսում ենք հենց ընդունվող ուսանողի մասին, խոսում ենք մասնագիտության ընտրությունը։ Բայց ներողություն, շատ է նաև դեպքերը, երբ ընտանիքը մի բան է թելադրում, իսկ երիտասարդը կամ դպրոցի շրջանավարտը այդ պահին այլ բան է ուզում, որն է կոմպրոմիսը, գնալ հոգու հետքով եւ հասկանալ, որ դու վաղը մյուս օր զբաղվելու ես քո սրտի աշխատանքով, ցանկությամբ, ինչպես չինացիներն են ասում, գտի քո սիրված աշխատանքը եւ դու ստիպված չես լինի գնալու աշխատանքի, թե այն ինչը ավելի հեռանկարային է, վաղը, ինչպես հայերս ենք ասում, մի կտոր հացի տեր կդարձնի, որն ավելի ճիշտ այսօր։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե կոնկրետ դեպքերում ոնց է լինում, որովհետև երբեմն երիտասարդները այդ սրտի կանչը, սրտի հոգին, հա, ռուսական խոսքը через розовые очки смотрят։ Այդ դեպքում իհարկե նաև ծնողին լսելը շատ մեծ կարևորություն ունի, բայց ես ավելի շատ երիտասարդների կողմից կխոսամ հիմա ու նույնիսկ կհորդորեմ գնալ այն ճանապարհով, որը որ կանչում է, սիրտը կանչում է, որովհետև եթե իրոք դու գիտակցում ես, որ այդ քոնն է, դու ուզում ես, եթե իրոք գիտակցում ես, այդ միմալյոտն է, էլի, այսինքն գիտակցում, ուզում ես, դու գնում ես դրան, դու հասկանում ես, որ դու դժվարություններ ես տեսնելու, ապա դու կհաղթահարես ու դու կգնաս ու կդառնաս մասնագետ, այդ մի կտոր հասնել կլինի եւ մնացածն է կլինի։ Այստեղ շատ բարդ ընտրություն է իրականում, ձեր հարցը, որը դուք տվեցիք, շատ բարդ ընտրություն է, որովհետեւ ծնողի կողմից երբ որ խորհուրդ է գալիս, երբեմն զրուցելով երիտասարդների հետ իհարկե ինֆորմացիան այդտեղից է ինձ, որ սկսում են կասկածել։ Ես միշտ ասում եմ, եթե խոսակցությունից հետո դու սկսեցիր կասկածել, ապա մի պահ կանգնի, սկսի մտածել դրա մասին, որովհետև ես իմ մասնագիտությունը օրինակի համար վստահ իմացել եմ ինչ եմ ուզում։ Ես իրավագետ էի ուզում դառնալ, իրավաբան էի ուզում դառնալ, մտածում էի դրա մասին, հետո նույնիսկ դպրոցը ավարտելուց հետո սենց իրավիճակ եղավ, երբ իրավաբանական քոլեջ էի ման գալիս, որպեսզի այնտեղ սովորեի, բայց
Ստացվեց այնպես, որ առաջարկ եղավ սովորել կառավարման ուղղությամբ։ Այդ պայն ես արդեն կառավարչական գործով զբաղվում եմ, աշակերտական խորհրդի նախագահն է, եթե չեմ սխալվում, դպրոցի, ու զգացի, որ դա իմ դուրը գալիս է։ Զբաղվում եմ նրանով, ինչով որ պետքա սովորեմ, հա, ինչը պետքա սովորեմ, ավելի ու գնացի այդ ուղղությամբ ու շատ ավելի լավ ստացվեց ու ես գոհ եմ։ Լինում են դեպքեր, իհարկե, երբ երիտասարդը չի լսում ծնողին, գնում է տենց սովորում ավարտելուց մի փոքր առաջ իրեն հարց է տալիս, որ էլ դուր չի գալիս այս ամենը։ Դրա համար այստեղ ինձ թվում է ինդիվիդուալ հարց է ու չի կարելի ասել, բայց ամեն դեպքում կրկնեմ, եթե դու վստահ ես եւ եթե ոչ մի հարց կամ ոչ մի խորհուրդ չի փոխում քո մեջ ոչինչ, ապա դու ճիշտ ուղղության վրա ես։ Իսկապես շատ կարևոր է զգալ, հասկանալ, թե գուցե նաև կանխազգալու հատկություն ունենալ, ինչ է քեզ սպասում 4 կամ 5 տարի հետո, իսկ այդ երկընտրանքը իսկապես մի արտահայտություն կա, եթե դու մշակել ես պլան A, բայց նաև հետը զուգահեռաբար մտածում ես պլան B-ի մասին, ուրեմն պլան A-ն այդքան էլ հուսալի չէ։ Այո, ճիշտ է։ Մի փոքր դիտարկենք երիտասարդությունը մեր հայ իրականության համատեքստում։ Բնականաբար շփվելով եւ նախաձեռնելով բազմաթիվ նախագծեր եւ միջբուհական եւ միգուցե միջպետական, որոնք են հենց մեր իրականությանը բնորոշ մարտահրավերները, դժվարությունները, թե երիտասարդությունը ամենտեղ երիտասարդությունը իր նմանատիպ խնդիրներով։ Մենք ինչ որ կերպ հայ երիտասարդություն առանձնանում է։ Այո, առանձնանում է։ Ինչով։ Նախ եւ առաջ այն պատասխանատվությամբ, որը որ մեր առջև դրված է, որովհետեւ Կարծում եք մյուսները այդքան պատասխանատու չեն։ Գրեթե վստահ եմ։ Բացատրեմ, որովհետեւ մենք ապրում ենք մի ժամանակ այժմյան իրականության մասին ենք խոսում, ապրում ենք մի ժամանակա ընթացքում, որտեղ որ ամեն քայլ, ամեն խոսք յուրաքանչյուրի շատ կարևոր է, առավել եւս երբ որ դու նախագծերում ես կամ առավել եւս երբ որ դու պլանավորում ես նախագիծ, էլ առավել եւս եթե դա միջպետական է կամ այլ երկրների կամ այլ ժողովրդի հետ կապված, ճիշտ ներկայանալու, ճիշտ կազմակերպելու ու ճիշտ ընթացք տալու համար մեծ պատասխանատվություն է պետք, որովհետեւ մենք հայ ենք։ Այսօրվա դրությամբ ինձ համար դա շատ կարևոր է։ Ես ներողություն ասացիք, որովհետեւ մենք հայ ենք, սա դրական իմաստով թե դրական իմաստով։ Միանշանակ դրական Եվ մենք իմաստով։ պատասխանատու Եվ մենք պարտավոր ենք պատասխանատու մոտենալ յուրաքանչյուր գործին, որովհետև մենք կրկնում եմ, ապրում ենք մի ժամանակահատվածում, որտեղ որ Հայաստանը լավ ներկայանալու, ճիշտ ներկայանալու առավել մեծ կարիք ունի ու պահանջ ունի։ Եվ ուրախությունից ամեն դեպքում այն երիտասարդության հետ ում հետ ես աշխատում եմ, այդ շատ կարևոր այդ X-ը կա իրանց մեջ։ Իրանք հասկանում են, որ այստեղ խնդիրը այն չէ, որ դուք ներկայացնես կազմակերպություն դուրսը կամ հա հյուր ընդունելուց։ Այստեղ խնդիրը դու լավ ներկայացնես երկիրդ, հայրենիքդ։ Այսօր յուրաքանչյուրիս հայ մասին է գնում խոսքը իհարկե, ես բացարձակապես չեմ ուզում ինչ որ կերպ նվազեցնել այլ ժողովրդի կամ այլ երկրների, հա, կարևորությունը աշխարհում կամ իրենց համար, բայց լինելով հայ հասկանում եմ, որ հայ երիտասարդությունը պարտավոր է գնալ այն ուղղությամբ, որը որ կտանի Հայաստանի ներկայանալի լինելու։ Մենք պետքա ներկայանալի լինենք ամբողջ աշխարհում, մեր դիրքերը ամրապնդենք ամբողջ աշխարհում եւ դրա ամենամեծ գործիքներից մեկը հենց ակտիվ երիտասարդությունն է։ Սա միայն խոսքեր չեն արդյոք, որ երիտասարդությունն է երկրի ներուժը։ Իսկապես այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որովհետև ես չեմ ուզում, որ միայն այսպես պայծառ կողմերի եւ դրական կողմերի մասին խոսենք, ինչը շատ կարեւոր է հատկապես տոնական օրով, բայց այն խնդիրները, որոնց բախվում է նույն աշխատանքի տեղավորման, նույն գնահատված լինելու, նույն մրցակցությունը, այսօր այս խնդիրները որքանով հաճախ են հանդիպում երիտասարդները, արդյոք այդ երիտասարդ, տեսեք, հաճախ փակ շղթա է լինում, պահանջվում է աշխատող ունեցած փորձով, բայց մյուս կողմից երիտասարդը չունի այդ փորձը, այսինքն եթե այստեղ մերժեն, այնտեղ մերժեն, որտեղ է ինքը փորձ ձեռք բերելու եւ ինչպես գտնել աշխատանք, որպեսզի կուտակվի այդ փորձը։ Եթե ինքը դեռ վստահելի մասնագետ չէ։
առաջի հարցին պատասխանեմ, անցնենք երկրորդ հարցին, ինչ կապված է նրա հետ, թե արդյոք ներուժը հենց երիտասարդության մեջ է, ես վստահ ասում եմ այո, որովհետև կրկնեմ, որ մասնակցելով տարբեր միջպետական միջոցառումներին եվրասիական տարածքում, հա, եւ ոչ միայն նախ մեր երիտասարդությունը փայլուն ներկայանում է։ Ինչ ճիշտն է, չենք կարող չասել դրա մասին։ Այո, փայլուն ներկայանում է։ Մենք ունենք փայլող աչքեր, պայծառ միտք։ Երկրորդ հարցին ցենց սահուն անցնելով, այո, երբեմն լինում են խոչընդոտներ, որպեսզի հենց այդ փայլուն աչքերն ու պայծառ միտքը ել ավելի կարողանա զարգանալ գնալ առաջ, խնդիրներից մեկը հենց աշխատանքի հետ կապված է։ Ես ինչքանով որ նկատել եմ, հիմա մի քիչ մեղմացել է այդ խնդիրը, շատ քիչ, բայց մեղմացել է։ Առաջ շատ մեծ էր այդ խնդիրը, երբ որ ուսանողը չէր գտնում իր սկիզբը որտեղից սկսել։ Միգուցե հիմա բուն մասնագիտական սկիզբ չունենա, բայց ինչ որ պլազդարմ, հա, ինչ որ sense հնարավորություն, սկիզբ ստարտի համար մեծ ցանկության դեպքում կարելի է գտնել։ Ցավոք ոչ միշտ Հայաստանում։ Այո, դա առանձին թեմա է, որ անպայման ուզում եմ դրան անդրադառնանք։ Ձեր դիտարկմամբ այսօր երիտասարդները ապագան այստեղ են տեսնում հայրենիքը շենացնելու գործում, թե այնուամենայնիվ դուրսը շատ գայթակղիչ է, այնտեղ հնարավորություններն են շատ, ինչպես նաև դժվարությունները, ձեր թեկուզ ասոցիացիայի շրջանակներում երիտասարդները որտեղ են ավելի շատ ուղում իրենց հայացքը։ Ցանկությունների մասին եթե խոսենք, իհարկե Հայաստանում։ Եթե ցանկությունների մասին խոսենք, ապա իսկ հնարավորությունների։ Ցավոք հնարավորությունները ոչ միշտ են համապատասխանում։ Ցանկության մասին եթե խոսենք, ապա այո, բոլորը ցանկանում են հենց Հայաստանում մնալ, շենացնել, գտնել իրենց սրտի աշխատանքը, բարձրանալ վերև, որոշ ժամանակ հետո ոմանք հասկանում են, որ այն նպատակները, որը դրվել է իրենց առջև, Հայաստանում հնարավոր չէ այս պահին, որովհետև խնդիրը ամենևին նույնիսկ նրանում չէ, որ Հայաստանում ընդհանրապես չկա այդ տեսլականը, հա, խնդիրը նրանում է, որ Հայաստանում մի քիչ ավելի բարդ է գնում այդ գործընթացը, որովհետև այժմյան իրականության մեջ բոլորը իրենց տեղը գտել են, հա, աշխատում են եւ փոքր երկրում մենք հասկանում ենք, որ հնարավորություններն էլ չեն կարող լինել այնպես, ինչպես ասենք, չգիտեմ, մեծ երկրում, որտեղ որ նույնիսկ ման են գալիս լավ մասնագետներ, հա, ոչ թե ունեն ավելցուկ, այլ ման են գալիս լավ մասնագետներ, դրա համար մարդիկ շատերը փորձում են գնալ այդ ուղղությամբ։ Շատ պայծառ օրինակներից մեկը ես անունը չեմ տա, բայց մեր կառույցից մարդ, ով որ ազգությամբ հայ չէ, ռուս, ազգությամբ ռուս, բայց մեծացել է այստեղ, ծնվել է, եթե չեմ սխալվում, նույնիսկ այստեղ, հայերեն խոսում է ինձանից լավ, շատ փորձեց Հայաստանում, շատ փորձեց Հայաստանում մնալ, շատ փորձեց Հայաստանում ու շատ բան արել է Հայաստանի համար, դեռևս հեռավոր 2017 թվականից սկսած շատ գործ արեց, ոչ միայն ռուս, եւ նաեւ ունենք երկու հայ լավ տղաներ, ովքեր որ 5 գվարդիայից են ասոցիացիայի, շատ ուժեղ ապագա կարան ունենան ու կունենան վստահ եմ, բայց ցավոք Հայաստանում չկարողացան գտնել հենց այն կետը, այն տեղը, որտեղ որ կարելի է տալ ստարտ եւ կարելի է գնալ առաջ մինչեւ վերջ հասնել իրենց նպատակին առաջի հերթին եւ հասնել այն մակարդակին, որտեղ որ իրենք իրոք կարան պետք լինեն։ Դրա համար ցավոք սրտի այսօր Հայաստանում չեն։ Այսինքն չստացան համապատասխան առաջարկ, թե գուցե ավելին էին սպասում, որը նույնպես չէր համապատասխանում իրենց ակնկալիքներին։ Ուսում հասկանալ հիմնականում մեկնելու պատճառը որն է հեռանալու։ Հենց այստեղ չգտնելով չարդարացան սպասումները։ Ես իրենց իմանալով իրանք նույնիսկ մինիմալիստ կարող են սկսել։ Պատրաստ են, հաստատ ու շատ արագ բարձրանալ, բայց ամենայն հավանականությամբ բուն մասնագիտական չկարողացան գտնել, հա, իրենց աշխատանք, ճիշտ ասած, արժանապատիվ վարձատրություն, որը ոչ պակաս կարևոր է։ Դա ամենակարևորն է։ Եկեք հասկանանք, որ իհարկե հասարակական գործունեությունը շատ պայծառ, շատ կարևոր բան է, շատ մեծ դաշտ է նաև աշխատանքի համար, ապագայում աշխատանք ունենալու համար, ապագայում կարիերա ստեղծելու համար, բայց այնուամենայնիվ
գալիս է մի տարիք, որտեղ հասկանում ես, որ ընտանիքը արդեն քո վրա է։ Ու պետքա պարտավոր ես, հա, այդ ընտանիքին ապահովել, ու ոչ միշտ ցավոք սրտի Հայաստանում ստացվում։ Այսօրվա իրականության մեջ մենք նաև ես չեմ ուզենա այդ թեման իհարկե չեմ փորձել եմ չկպտեմ այդ թեմային, բայց ցավոք սրտի այսօր մենք շնչում ենք դրանով, օդում նույնիսկ այդ քաղաքականություն կոչվածը։ Այսօրվա իրականության մեջ ոչ միշտ է ստացվում գտնել ճիշտ տեղը, քո ճիշտ տեղը, որովհետև ցավոք սրտի երբեմն նույնիսկ հենց այդ վատ մթնոլորտը որ կա, խանգարում է մարդուն։ Իրոք խանգարում է։ Եվ լավ է, երբ մարդը հստակ պատկերացնում է իր տեղն ու դերը, այսինքն չի համակերպվում այն առաջարկի հետ, որը կա։ Ինքը հասկանում է, որ ավելին է արժանի եւ դա վատ հատկություն չէ։ Ես ասեմ ավելին, տղաներից մեկն ինձ ասեց, որ ես Հայաստանին ավելի շատ օգուտ այնտեղից կտամ, քան ստեղից։ Ես հասկանում եմ իրեն։ Ես հասկանում եմ իրեն։ Ես նույնիսկ հորդորում եմ այդ դեպքում երեխաներս, եթե դուք ունեք հնարավորություն օգուտ տալ Հայաստանին, լավ կլինի, որ ապրեք Հայաստանում, բայց եթե դուք հասկանում եք, որ դուք Հայաստանին կարող եք ավելի շատ օգուտ տալ ինչ որ կար ժամանակ, հա, ապրելով այլ երկրում ու դուք ունեք այդ հնարավորությունը, արեք։ Մեր կառույցում շատ կարևոր մի հատ հիմք կա, որը որ ինձ թվում է երբեք չի փոխվի, իգործ հանուն հայրենիքի։ Մեզ համար կարևոր է Հայաստանը լավ ներկայացնելը։ Այո, մենք ներկայացնում ենք ռուսական բուհերը, բայց այդ ռուսական բուհերում այստեղ մեծամասամբ սովորում են հենց հայ երիտասարդներ։ Մենք նաև աշխատում ենք այն երիտասարդների հետ, ովքեր որ մեկնում են Ռուսաստան կամ օրինակ ծրագիր կա, որով որ մեկնում են Ռուսաստանի Դաշնություն սովորելու, շատերը վերադառնում են, այստեղ արդեն լավ ուսում ստացած փորձում են իրենց կարիերան, ոմանք մնում են այնտեղ, փորձում են այնտեղ գտնել, հա, աշխատանք։ Օրինակ նույն Ռուսաստանի Դաշնությունում առավելությունն այն է, որ փորձի հետ կապված ավելի քիչ է խնդիրը։ Շատ ավելի քիչ է այդ խնդիրը, այսինքն ուսանողը եթե սովորեց այդքան էլ պարտադիր չէ, եթե դու լավ ես սովորել, եթե դու լավ սովորում ես, եթե դու ունես այդ պոտենցիալը, դու հաստատ կգտնես այնտեղ զրոյական փորձով։ Դու ձեռք կբերես այդ փորձը հենց տեղում։ Տարբերություններից մեկը Հայաստանի հետ։ Հա, կրկնեմ, դե համեմատելու չէ, թե Ռուսաստանի Դաշնության հնարավորությունները, թե ներուժը, իհարկե, բայց ցանկալի կլիներ նաև Հայաստանում։ Ի վերջո Հայաստանում եւ բնակչությունն է քիչ, այնպես չէ, որ Հայաստանում բնակչությունը, չգիտեմ, 100 միլիոն է եւ դեռ չկա։ Կարծում եմ աշխատանքներ է պետք տանել, այդ թվում նաև եւ երիտասարդները պետք է տանեն այդ աշխատանքները, որովհետեւ մենք հիմա շատ ունենք երիտասարդ բիզնեսմեններ, ովքեր բիզնեսով են փորձում սկսել, ու եթե հենց այդ երիտասարդները հիշելով իրենց ուսանողական տարիքին, հա, որ աշխատանք չէին կարող գտնեին, եւ հնարավորություն տան զրոյական փորձով մարդկանց, ապա ամեն ինչ կփոխվի։ Իրականում անհատներից այնքան բան է կախված, շատ բան է կախված։ Յուրաքանչյուր անհատ պետք է անի իր գործը, չմոռանալով թե անցյալը, չմոռանալով թե պատմությունը, չմոռանալով ընկալել եւ հասկանալը ապագայում ինչ է սպասվում։ Դա շատ կարևոր է։ Ես պահանջում եմ նույնիսկ իմ երեխաներից, ես իմոց երեխեք եմ ասում, թեև ինքներդ բավականին երիտասարդ եք, բայց արդեն եթե հաշվի առնել, որ դպրոցական տարիքից եք այս գործունեությամբ զբաղվում, արդեն փորձը բավականին շատ է։ Անցյալի մասին խոսեցիք Տիգրան, եւ ես ուզում եմ իմ ժամանակների հետ համեմատել, երբ դրսի դիպլոմը բավականին հեղինակավոր էր։ Սկսած Ռուսաստանից, ասում են, այ ինքը Ռուսաստանում է ավարտել։ Էլ չեմ ասում Եվրոպա, էլ չեմ ասում այլ երկրներ, որ կարծես թե մենք մերը թերագնահատում ենք։ Այսօր այս առումով հաշվի առնելով նաև, որ դուք ղեկավարում եք Ռուսական բուհերի ասոցիացիան, ընկալումը փոխվել է, դրսի դիպլոմը ավելի արժեքավոր է, քան Հայաստանինը։ Տեսեք, եթե խոսենք ռուսական բուհերի մասին, ապա մեծամասնությունը ամբողջ աշխարհում է դիրք փոխում։ Ոչ միայն Հայաստանում կամ հետսովետական երկրներում։ Ինչքան էլ որ կրիտիկներն ու դիվանի վրա նստած դիվանագետները
ֆեյքերն ու մնացածը փորձեն հակառակն համոզել, խոսել նրա մասին, որ Ռուսաստանը սանկցիաների տակ է, ոնց կլինի, այնտեղ ոչ մեկ չի, չէ, ամբողջ աշխարհում է փոխում, իրականում փոխում է։ Եթե խոսենք դրա մասին, նույնը ինչպես նաև փոխում է թե ամերիկյան, թե եվրոպական խոշոր հզոր պետությունների դիպլոմները իհարկե, բայց ինչքանով ես եմ նկատել, Հայաստանում սկսել են գնահատել մարդու մասնագիտական ու անձնային հատկությունները։ Դու կարող ես ԵՊՀ-ի դիպլոմով, եթե լավ մասնագետ ես, եթե լավ ես սովորել, եթե խելացի ես մոտեցել գործին, ԵՊՀ-ի դիպլոմով ավելի շատ տեղեր ընդունվել, քան նույն, չգիտեմ, Օքսֆորդի կամ այլ դիպլոմներով, հա, անկեղծ։ Ես կարող եմ նաև օրինակ բերել մարդ կա, որ եվրոպական շատ լուրջ համալսարաններում սովորած մարդ է, Աշխատանք չի գտնում։ չի գտնում իրեն աշխատանք։ Շատ լուրջ մասնագիտացված է, ինքը լավ էլ մասնագետ է։ Որն է խնդիրը ըստ Աշխատանքը չկա, այդ ձեր ասած համապատասխան աշխատանքը չկա, իրան կարող կանչեն, ասեն 120,000 դրամով օրինակի համար կաշխատի, դա տղան հասկանում է, որ 120,000 դրամով ինքը տրանսպորտի գումար է տալու։ Հա, ապագայում հնարավոր է ինքը գտնի իր անտեղ, բայց հիմա այդ հնարավորությունը չկա։ Ես լուրերով նայեցի, որ քաղաքական պաշտոնների են հիմա հավակնում մարդիկ, ովքեր որ սովորել են արտասահմանում։ Նոր տենդենսա ոնց հասկացա դա։ Միգուցե նոր չէ երևի թե կար։ Հնարավոր է, միգուցե ուղղակի դրա մասին չէին բարձրաձայնում, հիմա սկսել են բարձրաձայնել, հա։ Ինձ կներեք իմ անկեղծության համար, ես ուղղակի կամ անկեղծ կամ այլ կերպ չեմ կարող։ Բայց դա լավ տենդենս է ամեն դեպքում։ Դա լավ բան է, դա հնարավորություն կտա այն ուսանողներին, ովքեր դուրս են գալիս սովորելու, հետ գալ Հայաստան, հույս ունենալով, որ իրենք էլ մի օր կգտնեն իրենց ճանապարհը։ Այնպես որ դիպլոմի հետ կապված, որ ասեմ շատ լուրջ փոփոխություն է տալիս, կարծում եմ ոչ։ Ամեն դեպքում կրկնեմ, իհարկե MGU-ում սովորած մարդը, դա MGU-ում սովորած մարդ է։ Պլեխանովում սովորած մարդը, դա Պլեխանովում սովորած մարդ է։ Եվ այլ մնացած համալսարաններում եւ նույնիսկ մենք ունենք Հայաստանում ներկայացություն, սիներգիայի ներկայացությունը Հայաստանում, Լոմոնոսովի անվան։ Չէ, սիներգիա։ Չէ, նկատի ունեմ եւս իհարկե մենք ունենք եւ Պլեխանովի եւ Լոմոնոսովի ֆիլիալները, որտեղ որ բարձր կրթություն են տալիս, շատ որակով կրթություն են տալիս, սա գովաց չէ պարզապես, ես անկեղծ եմ ասում, ես տեսնում եմ տարբերությունը երեխաների։ Մենք ինչի են սիներգիան նշեցի, որտեղ ինքը հարցանց ուսում, այսինքն դու պարտադիր չի որ գնաս համալսարան, դու on-line ուսումը ստանում ես եւ ստանում ես։ Դե դա նույն որակն է ըստ։ Տեսեք, էլի կրկնեմ, ամեն ինչ կախված է անհատից։ Իհարկե 4 պատերը շատ ավելի շատ բան են տալիս։ Իհարկե ուսումնական 4 պատերը քեզ ավելի շատ բան են տալիս։ Եվ ի վերջո ուսանողական կյանք, ընկերություն, իհարկե, դա անհամեմատելի է։ Որակապես ես չեմ դնի տարբերություն կամ չեմ դնի առավելություն ոչ մեկի, իրավունքներ չունեմ թե ով ավելի լավ ուսում տալիս, բայց ամեն դեպքում էլի անհատից է կապված։ Եվ այդ on-line դասընթացներն են նույնիսկ որ անցնում, համալսարանը որ անցնում ես նույնիսկ, եթե դու լավ մասնագետ լինես, եթե լավ սովորես, ինքը պետական նմուշով դիպլոմ է քեզ տալիս ու ռուսական, որը որ էլի առավելություն է, բայց դու արդյոք կարենաս թե չէ։ Եվ ի վերջո մենք երիտասարդներին մի հետաքրքիր բան էլ ասեմ, իհարկե ուսումը ամենակարևորն է։ Դու յուրաքանչյուրը պարտավոր է սովորել, յուրաքանչյուրը պարտավոր է լավ սովորել, կրկնում եմ, որովհետև դուք հայրենիք եք ներկայացնելու։ Անկանխատեսելի է կյանքը եւ իմ փորձով ասեմ, որ նենց տեղում կարաս հայտնվես, նենց պահի կարաս հայտնվես, որը լասելու չի ու ճիշտ ներկայանալի լինելը, քո երկիրը լավ ներկայացնելը շատ կարևոր է։ Բայց բացի լավ սովորելուց նպատակասլացություն, ցանկություն եւ մեծ ես ասենց ժողովրդական լեզվով կասեմ զորբայություն շատ կարևոր հատկանիշներ են որ պետք է ավելացնենք լավ իմաստով, որովհետեւ լավ իմաստով, իհարկե լավ իմաստով։ Չէ որ դա դրական է ես երիտասարդներին վատը չեմ կամենա։ Մի հետաքրքիր միտում կա, ես մտածում եմ, որ անվիճելի է երիտասարդությունը այնքան լավ ժամանակաշրջան է մարդու կյանքում, որ գիտնականները անընդհատ այդ տարիքային ցենզը երկարացնում են։ Եթե մինչ այդ ես հիշում եմ թեկուզ 10 տարի առաջ դա 35-ն էր վերջին սահմանը, համարվում երիտասարդ, ապա կարծես թե կյանքի երկարացման տևողության
արդյունքում դարձել է 38, որոշ երկրներում էլ ավելի բարձր է, մինչև 40 անգամ, բայց մենք հասկանում ենք, որ եթե անգամ տա Աստված մարդը ապրի 150 տարի, հազիվ թե 60-ում կամ 70-ում համարվի շատ երիտասարդ, այլ բան է հոգով երիտասարդ լինելը։ Ինչ է ձեզ համար երիտասարդությունը եւ ինչ կմաղթեք այսօր երիտասարդներին։ Երիտասարդությունը իրականում ինձ համար դա կամքի դրսևորումն է։ Ես ողջունում եմ բոլոր երիտասարդներին 13-ից մինչև 113 տարեկան։ Ես չեմ համաձայնի, որ կա որևիցե ցենս տարիքային, որը սահմանափակում է երիտասարդությունը։ Ունենալով շատ լավ ընկերներ եւ ասեմ ավելին կամավորներ, ում տարիքը անցնում է նույնիսկ 60 տարեկանը, հավատացեք, երազենք այդպիսի երիտասարդներ գտնել, որովհետեւ այն առույգությունը, այն ցանկությունը, այն կամքը, որ կար իրանց մեջ, այդ արժեր ամեն ինչ, այնպես որ երիտասարդությունը առաջի հերթին ինձ համար կամքն է, ցանկությունը աշխատել, զարգանալ, սովորել, շարունակել սովորել, գնալ առաջ։ Իսկ երիտասարդներին ես կցանկանամ ամենակարևորը չկորցնել այն թելը, որտեղից որ սկսել եք, չմոռանալ, գնալ մինչև վերջ առաջ, չվախենալ ոչ քամուից, չվախենալ ոչ խնդիրներից, որոնք որ առաջանում են, եւ ամենակարևորը աշխատասիրություն, չկորցնել աշխատասիրությունը։ Եվ իհարկե պետք չէ այնուամենայնիվ ես համաձայն եմ բոլոր ասվածների հետ, բայց անձնագրային երիտասարդության տարիքը դա հնարավորությունների տարիք է բոլոր դեպքերում։ Անձնագրային երիտասարդությունը, ինչպես որ նշեցիք, սկզբից 30 էր, հետո 35, հետո 38, վաղակավա դառնալ 40, 45, համաձայնեմ ինչ որտեղ ձեզ հետ իհարկե, եթե մենք խոսանք մարդու ֆիզիոլոգիայի մասին, բայց կրկնում եմ, նույնպես անհատական իհարկե դա մոտեցում է, ցավոք մենք երիտասարդներ ենք տեսնում, ովքեր որ արդեն հոգով ծերացել են։ Այո։ Հիմա մենք ունենք այդպիսի երիտասարդներ եւ նրանք քիչ չեն։ Եվ շատ բարդ է, հասկանում եք, այն առույգ 60 տարեկան երիտասարդին համեմատել 25 տարեկան ծերունու հետ։ Շատ բարդ է։ Անձնագրային, եթե ի վերջո հետ գանք հենց անձնագրային, սահմանափակենք մեզ անձնագրայինով, ապա այո, դա հնարավորությունների տարիք է եւ կորցնել պետք չէ ոչ մի րոպե։ Այո, դուք ժամանակ չեք ունենա ընտանիքի վրա երբեմն։ Այո, դուք ժամանակ չեք ունենա երբեմն ձեր ընկերների համար։ Այո, դուք ժամանակ երբեմն չեք ունենա նույնիսկ ցավոք սրտի ծնողների համար։ Երբեմն։ Իհարկե պետք չէ կորցնել ժամանակի զգացողությունը, բայց այնուամենայնիվ հնարավոր է որ 24 ժամն էլ չհերիքի նպատակին հասնելու առաջ գնալու համար։ Հիմա ժամանակի կառավարման մասնագետները միգուցե չհամաձայնեն ինձ հետ, բայց լինում է այդպես։ Ոչինչ։ Գնացեք առաջ, որովհետև վաղը հենց այդ ձեր ներուժը, հենց ձեր աշխատանքն է բերելու նրան, որ դուք ժամանակ շատ ավելի շատ ունենաք եւ ծնողների համար, եւ ընտանիքի համար, եւ ընկերների համար, եւ այդ ժամանակը դուք կարողանաք օգտագործել ոչ թե այնպես ինչպես կստացվի, այլ այնպես ինչպես որ դուք կուզեք։ Տիգրան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ այս տոնական օրով երիտասարդության միջազգային օրվա առթիվ մեզ երիտասարդության մասին այսքան կարևոր ինֆորմացիա հաղորդելու համար։ Շնորհակալություն շատ։ Շատ հաճելի էր։ Այսօր հյուրընկալել ենք Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի նախագահ հասարակական գործիչ Տիգրան Մալխասյանին։